Ողջույն սիրելի հեռուստադիտողներ, դուք դիտում եք MedTime հաղորդումը, որտեղ մենք ներկայացնում ենք առողջապահության ոլորտի ամենաթարմ նորությունները, բժիշկ մասնագետների խորհուրդները եւ օգտակար տեղեկատվությունը, պարզ եւ մատչելի լեզվով։ Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք վիրաբուժական միջամտություններից մեկին, որը հնարավորություն է տալիս փոխելու ոչ միայն մարդու արտաքինը, այլև նպաստելու կյանքի որակի բարելավմանը։ Այդպիսիներից է բարիատրիկ վիրաբուժությունը, ավելորդ քաշի դեմ պայքարի գիտականորեն ապացուցված եւ ժամանակակից մեթոդը։ Մեթոդ, որը հասցրել է դառնալ հազարավոր մարդկանց առողջ ապրելակերպի մեկնարկ։ Մնացեք մեզ հետ, քանի որ առողջությունը սկսվում է ճիշտ տեղեկատվությունից եւ գիտակցված ընտրությունից։ MedTime հաղորդման գործընկերներն են MRT կլինիկը, Ձեռագործ հայկական թեյեր արտադրող ընկերություն Թեյանը, Nabu Production-ը։ Վարսահարդարման եւ դիմահարդարման համար շնորհակալություն ենք հայտնում H2O գեղեցկության սրահին, վայր, որտեղ գեղեցկությունը սկսվում է անվտանգությունից։ Շատերի համար ավելորդ քաշը ոչ միայն ինքնագնահատականի հարց է, այլ նաեւ առողջության սպառնալիք։ Ավելորդ քաշը ոչ միայն արտաքին խնդիր է, այլ մետաբոլիկ հավասարակշռության խախտում, որը կարող է հանգեցնել շաքարային դիաբետի, սրտանոթային եւ հորմոնալ հիվանդությունների։ Երբ սննդակարգը եւ մարզումները չեն օգնում, բժշկությունը առաջարկում է նոր հնարավորություններ՝ բարիատրիկ վիրաբուժություն։ Բարիատրիկ վիրաբուժությունը հնարավորություն է ազատվելու ավելորդ քաշից եւ վերագտնելու կյանքի թեթևությունը։ Ինչ է բարիատրիկ վիրաբուժությունը, ում է ցուցված նման վիրաբուժական միջամտությունը, Ինչ է սպասվում պացիենտին վիրահատությունից հետո, այս եւ այլ կարևոր ոլորտային հարցերի մասին կխոսենք MedTime հարցազրույցի այսօրվա հյուրի, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ, Երևան քաղաքի գլխավոր վիրաբույժ, Շենգավիթ բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկ Սևակ Շաբազյանի հետ։ MedTime հաղորդման գործընկերներն են MRT կլինիկը, Ձեռագործ հայկական թեյեր արտադրող ընկերություն Թեյանը, Nabu Production-ը։ Վարսահարդարման եւ դիմահարդարման համար շնորհակալություն ենք հայտնում H2O գեղեցկության սրահին, վայր, որտեղ գեղեցկությունը սկսվում է անվտանգությունից։ Բժիշկ Շահբազյան, շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Սովորաբար, երբ հաղորդումը սկսում ենք, առաջին հարցը, որ տալիս եմ, ինչու բժշկություն եւ ինչու հենց վիրաբուժություն։ Նաեւ եթե կհիշեք ինչ-որ պատմություն կամ անձ, ով որ հանդիսացավ խթան, որ դուք ընտրեք բժշկությունը, շատ շնորհակալ կլինեմ։ Բարև ձեզ, նախ ես եմ շնորհակալ հրավերի համար։ Ինչի բժշկություն։ Չգիտեմ, երևի մայրիկիս երազանքներ, որ իմ մեջ տպավորվել էր եւ ես նույնպես ուզում էի դառնալ բժիշկ, իմիջիայլոց մեր ազգի մեջ բժիշկ չկար, այնպես չէր որ հայրս, հորեղբայրս կամ որևիցե բարեկամ բժիշկ էր եւ դա vocation-չել էր ինձ եւ ես արդեն որոշել եմ եւ ուզում էի դառնալ բժիշկ։ Եվ արդեն ընտրելով բժշկի մասնագիտությունը հենց առաջի կուրսից որոշում եմ կայացրել, որ կամ կդառնամ վիրաբույժ, կամ ես չեմ զբաղվի վիրաբուժությամբ։ Ավելին ասեմ, որ շատ դժվար ու բարդ էր վիրաբույժ դառնալու ամեն դեպքում սկիզբը, բայց չգիտեմ, մի փոքր ամեն դեպքում կարծում եմ ստացվել է։ Այ դուք նշեցիք դժվարության մասին, հա, վիրաբուժության, որովհետև մենք իրականում գործ ունենք ոչ միայն օրգանի հետ, չէ, այլ նաև կյանքի հետ, գլոբալ առումով, հա, բայց ճիշտ է, բժշկական բոլոր ոլորտներն են կյանքի հետ։ Ինչ խորհուրդներ ունի վիրաբուժությունը, որ բնորոշ է միայն հենց վիրաբուժությանը։ Ես կարծում եմ վիրաբուժությունը պետք է նախ նվիրված լինես, անվերապահ նվիրված լինես քո գործին, համարձակությունը եւ արագ որոշումներ կայացնելը։ Քանի որ վիրաբուժության մեջ արագ որոշումներ կայացնելը, վայրկյանները, րոպեները կարող են ամեն դեպքում կյանք արժենալ եւ ես կարծում եմ, որ այդ հատկություններով, նման հատկություններով օժտված մարդը, բժիշկը, վիրաբույժը շատ ավելի հաջողված է, քան չունենալ կամ մի փոքր քիչ զարգացած լինի այդ առավելությունները, այո։ Շատ հաճախ վերջին շրջանում լսում ենք այսպիսի մի հասկացության մասին, որը բարիատրիկ վիրաբուժությունն է, հա, կարծես թե ժամանակակից վիրաբուժական ջուր տրենդային մոտեցում է։ Կուզեմ, որ փորձենք հասկանալ, ինչ է բարիատրիկ վիրաբուժությունը։ Դա միայն էսթետիկ քաշի նվազեցմանը միտված միջամտություն է,
թե դա ավելին է, քան ուղղակի քաշի փոփոխությունը։ Ինչպես է ազդում կյանքի որակի վրա, հոգեբանական, առանձնահատկություն է, գլոբալ ինչ է բարիատրիկ վիրահատություն։ Իհարկե, շատ կարևոր է ձեր նշած բոլոր պատճառները, փաստերը, ֆակտերը կան, բայց որպեսզի սկսենք հենց սկզբից, նախ ասեմ, որ իմ առաջին բարիատրիկ վիրահատությունը, եթե թիվը չեմ սխալվի, 2015 կամ 16 թվականին եմ կատարել, չնայած մեզ մոտ ավելի շուտ է առաջի բարիատրիկ վիրահատությունը կատարվել, ասեմ ավելին, աշխարհում ինքը նոր ուղղություն է, նոր ճանապարհ է, բայց արդեն 20-30 տարի է բարիատրիկ վիրաբուժությունը, բարիատրիկ վիրահատությունները շատ արագ զարգանում են։ Ինչն է պատճառը եւ ինչու է դա զարգանում։ Դա ժողովրդի մոտ միգուցե մարդկանց մոտ նամանավանդ միգուցե հայրիս մոտ ընդունված է, որ դա գեղեցկություն պարգևող վիրաբուժություն է, վիրահատություն է, բայց դա այդպես չի։ Միանշանակ այդպես չի եւ բարիատրիկ վիրահատությունը, բարիատրիկ վիրաբուժությունը ստեղծվել է մարդկանց առողջություն պարգևելու համար։ Այսինքն, երբ որ տեսել են, որ մարդկանց մոտ օրինակ աշխարհում տարեկան 2.8 միլիոն մարդ է մահանում ճարպակալումից։ Այսինքն դա բավականին լուրջ խնդիր է, ինչպես որ սիրտանոթային խնդիր է, ինչպես ինսուլտ է, ինչպես շաքարային դիաբետը։ Այո, բազմաթիվ հիվանդություններ։ Մենք պետք է փաստենք, որ ճարպակալված հիվանդների մոտ, բուժառուների մոտ այդ բոլոր ախտանիշները, բոլոր սոմատիկ հիվանդությունները կան։ Եվ որպեսզի ձերբազատվեն նման սոմատիկ հիվանդություններից եւ հիվանդը բուժառուն լինի ավելի առողջ, բնականաբար պետք է քաշի դեմը, ժողովրդի լեզվով ասած, քաշի դեմն առնենք։ Այսինքն, որպեսզի ավելնորդ քաշը կարողանանք հիվանդից վերցնենք։ Եվ երբ որ մարդկանց մոտ սպորտը, դիետան, տարբեր միջոցները, որոնք որ ուղղված են, նույնիսկ դեղորայքային միջոցները, որոնք որ ուղղված են, այո, քաշի նվազեցման դե եւ նրանք չեն նպաստում քաշի նվազեցմանը, այդ ժամանակ օգնության է գալի վիրաբուժությունը, այսինքն բարիատրիկ վիրահատությունները։ Պետք է ասեմ, որ ավելին ըստ էլի գիտական փաստերի հիման վրա հաջողության են հասնում դեղորայքային, սննդի առողջ ապրելակերպի, սպորտով մինչև 10%-ը։ Եվ հետեւաբար մենք ստիպված ենք լինում, ոչ թե ստիպված ենք լինում, բնականաբար օգնության է գալի վիրաբուժությունը, որը կարողանում է մարդկանց, այո, ոչ միայն կյանքի որակը, այլ նաև առողջություն պարգևել հիվանդներին։ Այդ դուք նշեցիք, որ պես պատճառ, հա, որը դրդում է մարդկանց բարիատրիկ վիրաբուժությանը դիմել, դա ավելորդ քաշն է, բայց կարծում եմ, որ կան նաև որոշակի գործոններ, որոնց դեպքում ցուցվում է բարիատրիկ վիրահատությունը։ Խնդրեմ, որ դրանք գիտեմ, որ դուք նաև նկատել եմ, որ ձեր սոցցանցերում բավական ակտիվ եք եւ պարբերաբար փորձում եք տեղեկատվությունը տրամադրել, բայց խնդրեմ, որ նաև մեր հեռուստադիտողների համար առանձնացնեք գործոնները։ Սիրով, անկեղծ ասած, սկզբից շատ դժվար էր համացանցում, այսպես ասեմ, լինել ակտիվ, բայց մենք հասկանում ենք, որ դարը, ժամանակահատվածը, ժամանակաշրջանը եւ մարդիկ պահանջում են դա։ Հետեւաբար պետք է մարդկանց իրազեկել։ Եվ մենք բոլոր այն միջոցները, որ հասու են մեր ժողովրդին, մեր բուժառուներին, փորձում ենք այդ բոլոր մեթոդներով տեղեկատվություն հասցնել, որը այսօրվա եւ ձեր հրավերը ընդունելու փաստը նաեւ դրանով է պայմանավորված։ Հետևաբար պատասխանելով ձեր հարցին, ասեմ, որ բարիատրիկ վիրահատությունը ունի իր ցուցումները։ Այնպես չի, որ հիվանդը եկավ, ասեց, որ ինձ պետք է վիրահատել, մենք վիրահատում ենք։ Իհարկե, որ ասում եմ, մեր մեղքը չթաքցնենք, լինում է, որ տարբեր հիվանդներ կան, որոնց որ ցուցում չկա վիրահատության, բայց այդ մարդիկ ֆիքսված են եւ իրենց նույնիսկ 10 կիլոգրամը բավականին խնդիր է առաջացնում եւ իրենք ամեն գնով փորձում են ազատվել այդ քաշից։ Բայց ասեմ, որ ցուցումները այսպիսին են։ Եթե մենք ունենք երկրորդ, երրորդ աստիճանի ճարպակալում, ապա դա ուղիղ ցուցում է վիրահատական միջամտության։ Այսինքն երկրորդ, երրորդ աստիճանի ճարպակալումը դա հաշվում է մարմնի զանգվածի ինդեքսով։ Եթե ունենք առաջի աստիճանի ճարպակալում եւ ունենք ուղեկցող հիվանդություններ, որոնք որ պայմանավորված են նաեւ ավելնորդ քաշով, չգիտեմ, շաքարային դիաբետ, հիպերտոնիկ հիվանդություն, ոսկրահոդային համակարգի հիվանդություններ, տվյալ պարագայում նույնպես ցուցում է վիրահատական միջամտության։ Որպեսզի մեր լսարանին որ ընդհատում եմ, իսկ մեր հեռուստադիտողը կարող է ինքնուրույն ինդեքսը հաշվարկել եւ հասկանալ
իրեն այնուամենայնիվ ցուցված է թե ոչ։ Ես հիմա շարունակելով հենց դա էի ուզում ասել, գիտեի որ բնականաբար մարդիկ կարող է այսպես չհասկանան, իմացողը կիմանա, բժիշկները կիմանա, բայց ասենք որ մարմնի զանգվածի ինդեքսը հաշվում է այսպես։ Նախ ասեմ որ գոյություն ունի նորմալ քաշ, գոյություն ունի ավելնորդ քաշ, որից հետո գալիս է ճարպակալում առաջի աստիճան, երկրորդ աստիճան եւ երրորդ աստիճան։ Հաշվելու համար մարմնի զանգվածի ինդեքսը մենք պետք է մեր քաշը կիլոգրամներով բաժանենք մեր հասակին մետրերով։ Այսինքն, որոշենք օրինակի համար հիվանդը տառապում է կամ ունի 100 կամ 150 կիլոգրամ քաշ եւ ունի 1.80 սանտիմետր հասակ։ Պետք է 180-ը կամ 150-ը բաժանենք 1.80-ի 1.8-ի 2 անգամ եւ ստանանք թիվ։ Եթե թիվը կազմում է ենթադրենք 30-ից մինչև 35, դա համարվում է առաջի աստիճան ճարպակալում։ 35-ից մինչև 40 երկրորդ աստիճանի ճարպակալում։ 40-ից բարձր ինդեքսի դեպքում դա համարվում է երրորդ աստիճանի ճարպակալում։ Բնականաբար 25-ից մինչև 30 դա ավելնորդ քաշն է, 18-5-ից մինչև 20-ի դեպքում, այսինքն 19-9 կամ այսպես կլորացրած 20 եմ ասում, այդ դեպքում համարվում է նորմալ մարմնի զանգված։ Այսինքն անհանգստանալու անհրաժեշտություն չկա եւ կարելի է սննդակարգով եւ սպորտով պահել առողջ ապրելակերպը։ Միշտ կարելի է սննդակարգով եւ առողջ ապրելակերպով պահել։ Նաեւ գիտեմ, որ բարիատրիկ վիրաբուժության մեթոդները տարբեր են եւ ամեն պացիենտի համար ընտրվում է իրեն առավել արդյունավետ տեսակը։ Կասեք, ինչպես է նախ ընտրվում եւ որքանով է պացիենտը ինքը մասնակցություն ունենում այդ ընտրությանը, թե դա բացառապես միայն վիրաբուժի դաշտում է։ Ես կարծում եմ, որ բնականաբար շատ կարևոր է վիրաբուժի մոտեցումը, բայց պետք է ես իմ կարծիքով պետք է պացիենտներին, բուժառուներին հստակ բացատրել, որ միջամտությունը ինչպիսի առավելություններ եւ ինչպիսի բացասական էֆեկտներ կարող է թողնել եւ որից հետո նոր բուժառուն ինքը ընտրի։ Չնայած օրինակ ես նախընտրում եմ այն մեթոդը, որը որ աշխարհը համարում է ոսկե ստանդարտ, զալատոյ ստանդարտ կամ գոլդ ստանդարտ վիրահատություն, դա sleeve gastrectomy-ն է, այսինքն ստամոքսի երկայնակի մասնահատումը։ Այո, կա ծալքավորում, ստամոքսի ծալքավորում, շունտավորում, bypass, այսպես ասած, կա նաև բազմաթիվ մեթոդներ, կարող է լսած լինեք բալոն, կալցո, այսինքն նմանատիպ բազմաթիվ մեթոդներ կան, բայց որոշ մեթոդները նույնիսկ այս պահին չեն օգտագործում, կան երկրներ կան, որոնք հրաժարվել են, մեթոդներ կան, որ փորձում են ավելի շատ անել, բայց այս պահին ամենաշատ կատարվող վիրահատությունը աշխարհում դա sleeve gastrectomy-ն է եւ ես էլ նախընտրում եմ ստամոքսի երկայնակի մասնահատումը, որը որ կարծում եմ առավել արդյունավետ է, քիչ տրավմատիկ է օրգանիզմի համար եւ ֆիզիոլոգիապես, այսինքն ավելի հիվանդի հետ կապված կարծում եմ որ ավելի ճիշտ է։ Դա իմ մոտեցումն է։ Բացի դրանից, որ պացիենտը գալիս է այդ գիտակցումով, որ պետք է վիրահատվի, իր կյանքում փոփոխություններ են լինում վիրահատությունից հետո։ Դա եւ չէ ֆիզիկական արտաքինի փոփոխությունն է եւ ինչ որտեղ նաեւ հոգեբանական փոփոխություններ։ Օրինակ, ինչ պատրաստվածություն պետք է ունենան պացիենտները, բացի նրանից, որ այո, մարմինը փոխվելու է, արդյոք հոգեբանական փոփոխություններ տեղի ունենում են, թե ոչ, եւ խորհրդատվության ժամանակ դուք դրան անդրադառնում եք, թե ոչ։ Միանշանակ, սա ամբողջ բոլոր հարցերը, որոնք որ հուզում են բուժառուին, բնականաբար բոլոր հարցերին փորձում ենք պատասխանել։ Բայց եթե մի քանի տարի առաջ, մի 4-5 տարի առաջ մեր բուժառուները գալիս էին տարբեր բնույթի հարցեր տալով, հիմա այնպես պատրաստված են գալի։ Համացանցն է օգնում։ Չեմ կարող ասել համացանցն է օգնում, միգուցե եւ նա համացանցը ChatGPT-ին բազմաթիվ մեթոդներ կան, բայց այնպես պատրաստված են գալի։ Ավելին ասեմ, հստակ գիտեն, քանի հիվանդ եք վիրահատում, որ հիվանդը ինչ արդյունքներ է ունենում, նույնիսկ իրենք գիտեն ով է նման վիրահատություններով զբաղվում, ով քանի հիվանդ է, ով ումա վիրահատ է, նույնիսկ այդ մակարդակով մեր բուժառուները պատրաստված գալիս են եւ հիմա շատ ավելի հեշտ է շփվել բուժառուների։ Այսինքն հոգեբանական այդ բարիերը բինջ վիրահատություն եւ վիրահատությունից հետո ավելի հեշտ է անցնում, քան անկեղծ լինելու համար կասեմ, որ միանշանակ փոփոխությունները լինում են միայն դրական։ Առավել եւս հիվանդներ, որոնք որ տառապում են բազմաթիվ հիվանդություններ, շաքարային դիաբետ, հիպերտոնիկ հիվանդություններ, որոնք որ իրենց օրը սկսում են դեղորայքի ընդունումով եւ վիրահատությունից հետո կամած
դեղորայքը ոչ միայն պակասում է, շատ հիվանդների մոտ նույնիսկ վերանում է։ Այսինքն հիվանդ, որը իր օրը սկսում է, իր առօրյան սկսում է դեղորայքի ընդունումներով շաքարի կարգավորման, ճնշման կարգավորման, ինքը ձերբազատվում է իր դեղորայքից։ Մարդ, որ օրը սկսում է ենթադրեն գլխացավով կամ որևիցե խնդրով, հոդացավով, մարդը ձերբազատվում է նման խնդիրներից, հետեւաբար չի կարող նման բուժառուի մոտ ազդեցությունը չլինել դրական։ Այսինքն ինքը նպաստում է, որ ոչ միայն արդեն իրենց ֆիզիկապես սիրեն, այլ նաև իրենց կյանքի որակը եւ տեսակը։ Միանշանակ, ոչ միայն կյանքի որակը, ուղղակի ես բնականաբար չեմ կարող իմ պացիենտների բուժառուների, որոնք որ տարբեր հեռախոսի, տարբեր գրառումներ են անում, չգիտեմ, WhatsApp-ով, Viber-ով, տարբեր միջոցներով իրենց հիացմունքը, իրենց զգացողությունները փոխանցում են, բայց այնպիսի բաներ ես լսում, որ դու ոգևորվում ես, որ դու լավ գործ ես անում եւ փորձում ես շարունակել այդ գործը։ Եթե բարիատրիկ վիրահատությունը լիներ ֆիլմ, որ ժանրին այն կմոտենա՝ դրամա, հաղթանակի պատմություն, թե երկրորդ շնչով վերածնված հերոսի ուղի։ Ու ինչու։ Կարծում եմ վերջի երկու վերնագիրն ավելի մոտ են բնութագրելու բարիատրիկ վիրահատությունից հաղթանակի պատմություն, երկրորդ շնչով վերածնված հերոսի ուղի եւ երկրորդ շնչով վերածնված այո հերոսի ուղին, որտեղ մարդիկ դառնում են ընդհանրապես այլ մարդ, որ նույնիսկ ունեցել է անհաջողություններ, սկսում է ունենալ հաջողություններ, մարդ, որ կյանքի հանդեպ այլ մոտեցում է ունենում, փոխում է կյանքի որակը, մարդ, որ չգիտեմ ինչպես ասեմ, որ ինչ հաղորդագրություններ եմ ես տանում, որոնք որ իմ համար միգուցե մի քիչ չնայած արդեն նորմալ երևույթ են դարել, որտեղ բնական է, բայց այնպիսի բաներ կարող եք լսել, միգուցե հաղորդումից հետո ասեմ, այսպես չի, ոչ եթերային, որ դու հասկանում ես, որ նման մարդու կյանքը ընդհանրապես փոխվել է։ Ինքը այլ որակի, այլ աշխարհում է սկսում ապրել։ Դա վստահ կարող եմ ասել եւ եթե մեր հաղորդումը եթեր գնա, հուսամ, որ այն պացիենտները, այն բուժառուները, որոնք որ իրոք դեռ մտածում էին, փոխվել են, չէ՞ ոչ թե մտածում են, անցել են այդ ուղով, հաստատ կարծում են, որ իրենք կարձագանքեն կասեն։ Նաև մենք մի փոքր այդ մասը բաց թողեցինք, կուզեի, երբ որ մենք ասում ենք, որ դա իրականում հաղթանակի ուղի է, հա, ինչ որ նոր վերածնունդի, նոր եսի եւ այլն, կան հետ վիրահատական ինչ որ դժվարություններ, բարդություններ, որոնց նախապես պետք է պատրաստ լինի պացիենտը, թե շատ անհատական է։ Ցանկացած վիրահատություն, ցանկացած միջամտություն, դա կլինի վիրաբուժական, չգիտեմ, նույնիսկ կոսմետիկ ցանկացած միջամտություն, այո, կարող է լինել բարդություններ, բայց մենք դրա համար ամեն ինչ անում ենք, պատրաստվում ենք նախորդ, որպեսզի բացառենք բոլոր բարդություններից։ Իսկ ինչ վերաբերվում է բնականաբար մարդու կյանքը, ռիթմը փոխվում է եւ կամաց սովորում են, բայց փառք Աստծո չենք ունեցել այնպիսի դեպքեր, որոնք որ ես նույնիսկ հիմա կհիշեմ, կասեմ նման բուժառուի մոտ ունեցել ենք խնդիրներ։ Եթե բարիատրիկ վիրաբուժությունը ունենար ընդամենը մեկ ուղերձ հասարակությանը, ինչպես այն կձևակերպեիք՝ խնամիր մարմինդ, սիրիր կյանքդ, պատասխանատու եղիր քո առողջության հանդեպ, թե այլ ուղերձ։ Սիրիր կյանքդ եւ վերջինն էլ կարելի է անել։ Պատասխանատու եղիր քո առողջության համար։ Այո, միանշանակ քո առողջության համար, որտեղ բազմաթիվ անգամ լսած կլինեք, որ դե երիտասարդ, ասում են, երիտասարդ մարդ, որ քնեց եւ չարթնացավ։ Ասում են, որևիցե խնդիր չուներ։ Բայց երբ որ հետաքրքրվում ես, տեսնում ես, որ երիտասարդը 150 կամ 170 կիլոգրամ է կշռում։ Չի կարող 170 կամ 150 կիլոգրամանոց հիվանդը, դա կլինի 25 տարեկան, 28 տարեկան, առողջ լինել։ Հետևաբար ես կարծում եմ, որ ավելնորդ քաշը ճարպակալումը դա բավականին լուրջ խնդիր է եւ պետք է մեր բուժառուները, մեր հասարակությունը ամեն ինչ անի, որ ապրի առողջ, այսինքն լինի նորմալ քաշի մեջ, այսինքն այնուամենայնիվ առաջնային պլան չպետք է մեղվի էսթետիկան, գեղեցկությունը, այլ ամենակարևորը առողջությունն է, մնացածը անցյալ է։ Միանշանակ ես միշտ ասում եմ, չպետք է հասարակության մեջ, ժողովրդի մեջ, մեր լսարանի մեջ, որ մարդիկ իմանան, հասկանան, որ բարիատրիկ վիրահատությունը կատարվում է գեղեցիկ լինելու համար։ Հա, դեմ չեմ, որ միանշանակ բոլորը գեղեցկանում են։ Այո, բնականաբար չի կարող մարդը, որը 50 կամ 100 կիլոգրամ, վերջում եթե ձեզ հետաքրքիր կլինի, ես նկարներ ցույց կտամ, կտեսնեք ինչպես են մարդիկ որակապես փոխվում։ Բնականաբար ես հասկանում եմ, որ այո, գեղեցկանում են, բայց բարիատրիկ վիրահատությունը ստեղծվել է, որպեսզի մարդիկ լինեն առողջ։
Եվ որը կլինի ձեր ուղերձը մեր այն հեռուստադիտողներին, ովքեր երկար ժամանակ մտածում են եւ փորձում են գալ այն համոզման, որ հենց պետք է դիմել բարիատրիկ վիրաբուժության, բայց դեռ ինչ որ վախեր ունեն, որը կլինի ձեր ուղերձը իրենց։ Ես կուզեի, որ ավելի ոչ թե կրթված, այլ ավելի իրազեկված լինի մեր հասարակությունը։ Ավելի շատ կարդա ոչ թե հարևանի կամ չգիտեմ, այլ մարդկանց հորդորները կամ ցուցումները, այլ բոլոր գիտական, չգիտեմ, հոդված կլինի այն ինֆորմացիա, ինտերնետը ինչպես դրական բաներ է տալի, այնպես բացասական։ Կա այնտեղ աղբ, որը որ բացարձակ կիրառելի եւ օգտագործելի չէ, եւ կա այնտեղ ինֆորմացիա, որը որ շատ հստակ կարելի է ունենալ, օգտագործել եւ ինֆորմացված լինել։ Եվ ի վերջո կարելի է գնալ բժշկի խորհրդատվության, եթե այդ մի բժշկին չեն հավանում, գոնե մի քանի բժշկի մոտ գնալուց կարող է լինել իրազեկված եւ նոր որոշումներ կայացնել։ Եվ ունենք բլից հարցեր, եթե ոչ բժիշկ, ապա Բժիշկ, վիրաբույժ միայն։ վիրաբուժական պրակտիկա թե գիտական գործունեություն։ Գիտեք, վերջերս սկսել եմ նաև գիտական, վերջերս չէ, արդեն բավականին երկար 14-13 թվից զբաղվում եմ լուրջ գիտությամբ եւ հիմա չգիտեմ որ մեկն եմ ավելի գերադասում, բայց եթե ընտրության հնարավորություն տրվեր միանշանակ պրակտիկ վիրաբուժությունը։ Ամենահիշվող կամ անմոռանալի դեպքը, որը մինչ այս պահը եղել է ձեր պրակտիկայում։ Հա, դեպքերը բնականաբար շատ են, բայց ես չեմ կարող չհիշել, այն կարմիր գծի նման գնում եմ զինվորի Արսենի դեպքը, մի քանի հրազենային վիրավորում, շատ 11-12 հիմա չեմ կարող ասել, բայց գիտեմ որ եւ կրծքավանդակ, եւ փայծաղ, եւ ներքին օրգաններ եւ աղիներ 8 վիրահատություն կատարեցինք այդ զինվորին, հրաշքով ապրեց, անկեղծ ասած մինչև հիմա էլ իմ համար դա հրաշք էր, որտեվ գրեթե բոլորը որ հավաքվում ենք, բոլորս մի տեսակ ոչ թե հույսներս կորցրել ենք, այլ հրաշքի ենք սպասում, որպեսզի Արսենը ապրել եւ փառք Աստծո Արսենը ապրում է, Արսենը արդեն ամուսնացել է եւ Արսենը ունի արդեն երեխա։ Հրաշքները լինում են։ Ամենաանսպասելի բուժման մեթոդը, որը երբևէ առաջարկել է պացիենտը։ Հա, դրանք շատ են բազմաթիվ։ Մեկ երկուսը, որոնք ամենատպավորիչն են։ Խաշած խնձոր, խաշած սող, չգիտեմ որտեղից գտած բրդի կտոր, որը պետքա տարբեր նյութերի, չգիտեմ, մեղրի եւ այլի մեջ փաթաթել, մի քանի օր պահել, տանել, դնել սառնարանը, հետո հանել, հետո տանել, որ ինքը չվախենա, անչափ մեթոդներ, որոնք որ ըստ հիվանդների օգնել են, բայց ապացուցողական ոչ միայն չկա, եթե օգնած լինեն, ի վերջո չէին հայտնվի մեզ մոտ։ Արտահայտություն, որը հաճախ է գործածում աշխատանքի ընթացքում։ Աստված մեզ օգնական, Աստված մեզ պահպան։ Եթե բժշկության մեջ կախարդական փայտիկ ունենայիք, ինչը կփոխեիք անմիջապես։ Կուզենայի, որ մահացու հիվանդությունները գոնե երեխաների մոտ, երեխաների ասպարեզում վերանային, այսինքն երեխաների մոտ չլինեին մահաբեր հիվանդություններ։ Դա կփոխի։ Մեկ մեթոդ կամ սարք, որը կցանկանայիք, որ բոլոր հիվանդանոցները կամ բուժ հաստատությունները ունենային։ Եթե սարք կուզեի, որ բոլոր գրեթե կլինիկաները, առավել ևս Հայաստանի եւ մարզերի ապահովված լինեն բոլոր ժամանակակից սարքերով, իսկ որպես մարդկային գործոն կուզենայի, որ բոլոր տեղերում լինեին արհեստավարժ պրոֆեսիոնալ մասնագետներ։ Ձեր սիրելի գիրքը կամ ֆիլմը բժշկական թեմայով։ Հա, սիրելի գիրքը բժշկական, հա պետք է մի քիչ թարգմանեմ, բայց ասեմ, ինչպես դառնալ հաջողակ վիրաբույժ եւ ինչպես պահել այն ամբողջ կյանքում։ Շնորհակալ եմ։ Նույնիսկ նվեր եմ ստացել այդ գիրքը հենց հեղինակի կողմից։ Ամենաանսովոր բանը, որ միշտ ձեզ հետ է։ Անսովոր։ Եվ հեռախոսն է, որ միշտ մեր հետ է, այլ բան չգիտեմ։ Շնորհակալ եմ մեր զրույցի համար։ Հուսամ, որ մարդիկ կգան այն գիտակցմանը, որ քաշի ավել լինելը դա միայն մեր ֆիզիկական գեղեցկությունը չէ, այլ դա մեր առողջությունն է եւ պետք է դիմել բժշկին առողջ լինելու համար։ Ես եմ շնորհակալ եմ հրավերի համար, չգիտեմ, կարծում եմ, որ լավ զրույց ստացվեց։ Ձեզ էլ անխափան եթեր եմ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ։ Դոկտոր Շահբազյան, մեր գործընկեր Թեյանը պատրաստել է ձեզ համար նվեր, որը կջերմացնի ձեր աշնանային երեկոները։ Շնորհակալ եմ, ապրեք։ Շնորհակալ եմ, զգացված եմ։ Ձեզ ենք շնորհակալ։ Եղեք տեղեկացված, պաշտպանված եւ առողջ։
Medtime-ի այսօրվա հաղորդման համար նախատեսել էինք այսքանը։